Սիրելի քույրեր, եղբայրներ, փառք մեր կենթանի Աստծուն։ Այսօր Աստծո հոգին ինքը գործ արեց մեր սրտերի հետ, եւ բոլոր նրանք, որոնք իրենց սիրտը բացել են այսօր Տիրոջ առաջ եւ անկեղծ եկել են Տիրոջը հանդիպելու, տեսան Սուրբ Հոգու գործ այսօրվա։ Այսօր եղբայրները տարբեր խոսեցին, բայց կարծես Սուրբ Հոգին մի միտք ուներ այսօր մեզ տալու։ Ամեն անգամ Աստված գործ ունի մեզ հետ անելու եւ Աստված իր խոսքով գործ անում մեր սրտերի հետ, մեր մտքերի հետ, բայց գիտեք, խոսքը ցանելու հետ մեկտեղ իր ներկայությամբ հաստատում է։ Գիտեք, երբ որ իր խոսքը չի հաստատվում իր ներկայությունով, շատ հաճախ դա լինում է միայն խոսք, բայց երբ որ խոսքը հաստատվում է իր ներկայությունով, դա այն զորությունն է, որի մասին Աստծո խոսքն ասում է, խոսքը հաստատվի զորությունով, հրաշքներով եւ նշաններով։ Եվ այն մեծագույն հրաշքը Աստծո փառքի, որ մարդու սրտերը փոխում, այսօր կատարվում է մեր կյանքերի մեջ ժողովուրդ։ Գիտեք, ուզում եմ Աստծո խոսքից համար կարդամ, ամփոփելով այսօրվա մեր պաշտամունքի խոսքը եւ ուրախանալով այն Աստծո գործի համար, որ այսօր մեր աչքի հետ տեսան, մեր սրտերը վայելեցին, մեր անձերը ճաշակեցին։ Կարդում եմ Ղուկասի ավետարան 10-րդ գլուխ 16-ից մինչև 20 խոսքերը, հետո 22-ը պիտի կարդամ։ Ձեզ լսողը ինձ է լսում, ձեզ անարգողը ինձ է անարգում, եւ ինձ անարգողը ինձ ուղարկողին է անարգում։ Եվ այն 70-ը ուրախությունով, երբ որ ետ դառան, ասեցին. Տեր, դևերն էլ հնազանդվում են մեզ քո անունով։ Եվ նրանց ասեց. Տեսնում եմ սատանային, որ կայծակի պես երկնքից վայր է ընկնում։ Ահա իշխանություն տվեցի ձեզ կոխելու օձերի եւ կարիճների վրա, եւ թշնամու բոլոր զորությունների վրա, եւ ձեզ ոչինչ չի լինի։ Ժորժան, ասում է գնացեք ծառայելու եւ ապրելու իմ համար, ու մի վախեցեք, ձեզ լսողը ինձ կլսի, ձեզ անարգողը ինձ կանարգի, ձեզ հակառակվողը ինձ կհակառակվի, ինձ հակառակվողը հորը կհակառակվի։ Եվ այս մարդիկ, երբ որ այդ զորությամբ գնացին, դևերը սկսեցին հնազանդվել։ Եվ երբ որ եկան ուրախացան, Հիսուսը այսպիսի խոսքեր ասեց, որ այո, իմ անունով, ասում որտեղ սատանան վայր է ընկել եւ նա իշխանություն չունի, սակայն նրա համար մի ուրախացեք, որ ոգիները ձեզ հնազանդվում են։ Ասեց այո, այդպես պետք է լինի։ Այո, զորություն կա, պիտի այդպես լինի ձեր կյանքի մեջ։ Պիտի այդպես լինի, եղբայրը այսօր որ խոսում էր Սուրբ Հոգու մասին, այո, պիտի այդպես լինի ձեր կյանքի մեջ։ Եթե այդպես չկա, ուրեմն մի բան են չի մեր մոտ։ Եթե դա չի կատարվում, եթե դևերը չեն փախնում, եթե հրաշք նշաններ զորությունները չի հաստատվում, եթե Սուրբ Հոգով լեցված մարդու կյանքի մեջ կյանքի փոփոխությունը չի լինում, եթե ինչպես հայ եղբայրը խոսեց, այսօր որպես Աստծո որդիներ մեր ընտրությունը Աստծո գառը լինելը չի, Աստծո որդի լինելը չի, այլ բան ենք փնտրում, Սուրբ Հոգու գործը որն է որ արել է մեր կյանքի մեջ։ Չէ որ Սուրբ Հոգու գործը ինչպես խոսեցին եղբայրները, սա էր մեզ հնազանդեցնել Աստծո խոսքին, Աստծո կամքին եւ նրա փառքի կատարմանը եւ մեր ապրելու նպատակը դառնավորը Հիսուս Քրիստոսը։ Եվ դրա համար Հիսուսն ասեց. այո, դուք որպես իմ որդիներ, որպես իմ տղաներ, իմ աղջիկներ, որպես իմ ժառանգակիցներ, այո, այս երկիրը կդղրդա ձեր քայլելուց, բայց ձեր ուրախությունը, սակայն նրա համար մի ուրախացեք, որ ոգիները հնազանդվում են ձեզ, բայց առավել այսինքն դրանից էլ կարող է մի քիչ ուրախանաս, բայց առավել ուրախությունից կամ խոսամ քեզ հետ, բայց առավել ուրախացեք, առավել ուրախություն ասում, որ իմ համար ուրախանաս, առավել ուրախացեք, որ ձեր անունները գրված է երկնքի արքայությունում։ Ում անունն է գրված, սիրելի քույրեր, եղբայրներ, երկնքի արքայությունում։ Ում անունն է գրված երկնքի արքայությունում։ Ոչ թե Տեր կանչողների, որ ասում է ես չեմ ճանաչում, այլ նրա խոսքի մեջ ապրողների, նրա որդիներ լինողի, ով որ ընտրել է իր կյանքի մեջ, ով որ ընտրել է իր կյանքի մեջ, որ իր ապրելու նպատակը հոր փառքն է։ Դրա համար Հիսուսն ասում է, ուշադիր եղեք այս խոսքերին, ամեն բան տրվեցավ ինձ իմ հորից,
22 խոսք։ Եվ ոչ ով չգիտե, թե ով է որդին։ Զարմանալի բան է։ Հետարքիր խոսք է։ Եթե ստեղ կանգներ, ես կասեի, այսքան գործը ինչ է մեր կյանքի մեջ որ պիտի լինի։ Ամեն բան տրվեցավ ինձ իմ հորից, եւ ոչ ով չգիտե, թե ով է որդին։ Ոչ ոք չգիտի, թե ով է որդին, բայց միայն հայրը։ Հետարքիր միտքա։ Եվ ով է հայրը ոչ մեկ չգիտի, բայց միայն որդի գիտի։ Ու հիմա պատկերացնում եք այստեղ վերջանա խոսքը։ Բայց Հիսուսը շարունակություն ասում է խոսքին, ուշադիր եղեք։ Եվ ում որ որդին կամենա հայտնել։ Ժողովուրդ ջան, եթե որդին մեզ չի հայտնել ով է հայրը, եթե ես չեմ ճանաչել ով է որդին, եւ Քրիստոս ինձ չի բացել, որ ճանաչեցնի հորը եւ ճանաչեմ որդուն, ես ինչպես կարամ նրան պաշտեմ հոգով ու ճշմարտությունով։ Դրա համար շատ հավատացյալներ կան, շատ Աստծո անուններ կրողներ կան, եւ Աստծո սերը շատերը վայելում են, որտեղ Աստված ասում է, երբ որ մարդը սիրում է, բոլորին է սիրում, ասում է, երբ որ արևը բացում են բոլորի վրա, դաժե անապաշխարների եւ Աստծուն հակառակների վրա է բացում, նրանց էլ է սիրում։ Բայց փրկվողները նրանք են, ում որ որդին բացել է եւ ճանաչեցրել է իրեն։ Այսօր մենք պիտի փափագենք ճանաչել Աստծուն, եւ Սուրբ Հոգին եկել է հենց դրա համար։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ ճանաչեցնի Աստծուն։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ մտերմացնի Աստծո հետ։ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ բացի հավիտենական Աստծո գաղտնիքները, որ երկինքը բացի մեզ համար, եւ ապրել Սուրբ Հոգու հետ, քայլել Սուրբ Հոգու հետ, սա հոգևոր մարդու կյանքի ուրախությունը պետք է լինի։ Տեղ տալ մեր կյանքի մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ, Աստծո Սուրբ Հոգուն, շատ բանակ մենք բոլորս ասում ենք Սուրբ Հոգի, այն ասել է, որ դու հնազանդ ես, գիտենք, դրա համար մի խանգարի, մենք ուզում ենք մի քիչ էլ մեր իմացած ձևով ապրենք։ Բայց սա չի Աստծո որդու կերպարը, սա չի, որով ես պիտի ուրախանամ։ Իմ ուրախությունը պիտի լինի լսել Սուրբ Հոգուն։ Քո ուրախությունը պիտի լինի լսել Սուրբ Հոգուն, հնազանդվել Սուրբ Հոգուն, կամավոր կերպով քո փառքդ խոնարեցնել, կամավոր կերպով ընտրել Աստծո որդի, Աստծո գառ լինելը, կամավոր կերպով համաձայնվել, որ Աստված փոխի քո կյանքը եւ քեզ նորոգելով նոր մարդ դարձնի Աստծո որդի կոչվելու եւ իրեն բացելու եւ հայտնելու քեզ, որպեսզի դու կարողանաս նրան պաշտես հոգով եւ ճշմարտությունով։ Ոչ թե Տեր ասող լինես, այլ հայր, որին ճանաչում ես։ Ժողովուրդ ջան, այս ծառայությունը երեկոյան, որ հնդիկ ժողովրդի հետ կանում ենք, ես միշտ իրանց հետ եմ ասել, առաջի օրվանից, որ Աստված սրտից դրել է, ես օրինակ իրանց երբեք չեմ ասել, որ դուք պետք է քրիստոնյա դառնաք։ Ոչ ենք այլ կրոններից, որ եկել են, ոչ էլ որ քրիստոնյա կրոն են ունեցել, բայց մեզանից չեն եղել։ Ես միշտ իրանց ասել եմ, մենք այստեղ չենք հավաքել ձեզ քարոզելու կրոն, թե դուք որ կրոնին դառնաք։ Մեր նպատակը, որ դուք ճանաչեք Աստծուն, ճանաչեք ով է Հիսուս Քրիստոս, ճանաչելուց հետո մարդը կարող ընտրություն անի։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այսօր մենք էլ որ ընտրություն ենք անում ճանաչելու հետևանքը։ Եվ եւս մեկ համար կարդամ եւ կվերջացնեմ։ Հայտնություն 21-րդ գլուխ։ Հայտնություն 21-րդ գլուխ 7-րդ խոսք։ Սա հորդորում է Աստծո խոսքը առաջ ինձ եւ հետո ամեն մեկից, որ ես վայրի մեջ է։ Ով որ հաղթե ամենը կժառանգե, ով որ հաղթե ամեն ինչ կժառանգի։ Եվ ես կլինեմ նրա Աստված, եւ նա կլինի ինձ որդի։ Ով որ հաղթե, ժողովուրդ ջան, ոչ թե նա ով որ հասկանա, այլ ով որ ապրի, ով որ գնա, ով որ պատերազմի, ով որ հաղթի, ով որ իր կյանքի մեջ ընտրի հետ ուղին խոնարհվելու, Աստծո փառքը փնտրելու, Աստծո անուն ամեն բանից վեր դասելու իր կյանքի մեջ եւ Աստծո ծառայելը իր կյանքի ուրախությունը դարձնելու, որպես որդի հոր, լսող որդու, հնազանդ որդու,
Հիսուս օրինակ թողեց մեզ, սիրելի քույրեր եղբայրներ, ինձ օրինակ թողեց։ Դու էլ ասա քեզ օրինակ թողեց։ Ինչի ես ասեմ քեզ օրինակ թողեց։ Ես ինձ ասեմ օրինակ թողեց։ Դու քեզ ասա օրինակ թողեց։ Հիսուս օրինակ թողեց, ինչա նշանակում որդի, որ հնազանդ է հորը։ Եվ ասեց ես չեկա իմ կամքը, այլ հորս կամքը կատարելու։ Այսօր սիրելի քույրեր եղբայրներ, մենք ասում ենք հայր։ Եվ մենք ասում ենք մենք նրա որդիներն ենք։ Եվ Հիսուսը օրինակ է թողել մեզ, ինչա նշանակում որդի լինել Աստծո։ Որ ես ու դու էլ ասենք հայր, այո, ոչ թե իմ ուզածը, ոչ թե իմ հասկացածը, ոչ թե իմ կամքը, ոչ թե իմ փառքը, այլ քո կամքը, քո փառքը, քո ուզածը, քո սրտի փափագը, քո խոսքը միակ ճշմարտությունն է ինձ համար։ Ես ուզում եմ դրա մեջ ապրեմ, ես ուզում եմ դրա մեջ քայլեմ, ես ուզում եմ անոտ լինեմ, ես ուզում եմ փրկվեմ, որովհետև Պողոս առաքյալը լավ խոսքեր ունի ինձ ու քեզ ուղղած։ Ինչ օգուտ, որ ես ամբողջ աշխարհը շահեմ, բայց իմ անձը կորցնեմ։ Հարց. ինչ օգուտ, որ ես ու դու ամբողջ աշխարհը շահենք, բայց մենք չփրկվենք։ Ուրեմն, ինչպես մեր Պավել եղբայրը շատ է սիրում ես համարն ասել, եկեք գնանք սուրբ սրտի ունենալու, որը նման է մեր հորը։ Որտեղ այդ սուրբ սիրտը ինքն է տալիս։ Եղբայրը խոսեց սրտի մասին, դրա համար եմ հիշատակում։ Խոսեց, որ քարացած սիրտը հանենք, որ Աստված նոր սիրտ տա, նոր մարդ լինենք, նոր արարած իր մեջ։ Աստծո հետ ապրելու, Աստծուն պաշտելու։ Որտեղ եթե ես իմ փրկությունը պիտի կորցնեմ, դու քո փրկությունը պիտի կորցնես, մեր մնացած արածը, խոսացածը, ապրածը, ամեն բան դատարկ եւ ունայն։ Ես այսօր այնքան ուրախ եմ Տիրոջ մոտ սիրելիներ։ Գիտեք եմ ուրախ։ Անկախ մեր վիճակներից, անկախ ամեն բանից, Աստված իր խոսքի հետևում կանգնած է։ Աստված իր խոսքի հետևում կանգնած է։ Եվ այսօր եւս մեկ անգամ իմ աշկերով տեսա եւ իմ սրտով վայելեցի։ Այո, Աստված իր խոսքի հետևում կանգնած է։ Եվ կապ չունի ով կլինի։ Աստված իր ներկայությունը հաստատում է իր սիրո մեջ։ Եվ սրա մեջ թող իր անունը փառավորվի։ Սրա մեջ թող իր անունը բարձրանա։ Ինքը վայելք է։ Ժողովուրդ, ինքը վայելք է, ինքը կյանք է, ինքը ուրախություն է։ Երանի թե ամեն մեկս կարնենք, ճանաչենք եւ ճաշակենք։ Երանի թե Աստված Հիսուս Քրիստոս իր խոսքի համաձայն մեզ հայտնի իր էությունը, ով լինելը, որովհետեւ ես ու դու Սուրբ Հոգով լեցված լինենք անոթներ նրա անունի եւ նրա փառքի համար։ Թող Տիրոջ անունը բարձրանա եւ Տերը փառավորվի եւ Տերը մեծարվի, որովհետեւ իրան ավայր ողջ փառքը, պատիվը եւ մեծարանքը։ Ստե նաեւ մի վկայություն կա սիրելի քույրեր եղբայրներ, մեր Ղարաբաղի եղբայրներից Գարուն եղբայրը սրտի վիրահատություն ունեցել, սրտի վիրահատությունից հետո խնդիրներ շարունակվել, երկար ժամանակ խնդիրներ ունեցել, հետո բժիշկներն ասում են, որ իֆակտ է տարել, պետք է նորից ստուգումներ անենք եւ այլ, երկար չբացատրեմ, եւ եղբայրը ցավեր ունեցել, դժվարություններ ունեցել, հետո այս ստուգումը ձգվել է, այս վերջում խնդրել է, եղբայրները աղոթել են իր համար, բժշկության համար եւ այդ ստուգումը տեղի ունեցել, ստուգել է, ասել են կոմոդ ոչ մի խնդրեմ, ընդհանրապես չկա։ Եղբայրն հիմա իրան լավ ազգում, չէ՞ գարուն եղբայր։